Զայրույթի երրորդ օրն է Բելֆաստում։ Երկուշաբթի սուդանցի միգրանտը հենց փողոցում փորձել էր գլխատել տեղացիներից մեկին, ինչից հետո Մեծ Բրիտանիայում հակամիգրացիոն բողոքի ալիքը չի հանդարտվում։ Սև հագուստով դիմակավորված ցուցարարները ավտոբուսներ, աղբամաններ են այրել, տների պատերից աղյուսներ պոկել, մուրճերով կոտրել փողոցների սալիկներն ու դրանք նետել ոստիկանների վրա։ Այրվող տներից հրշեջներին հաջողվել է փրկել բնակիչներին, տասնյակ մարդիկ անօթևան են մնացել։ Ոստիկանությունը փակել է քաղաքի ճանապարհներն ու ջրցան մեքենաներ գործի դրել։ Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ դիմակավորված մարդիկ հարձակվել են փախստականների տների, նրանց պատկանող բիզնեսների վրա։ Հարձակման ենթարկված 40-ամյա Օգիվիլին հոսպիտալացվել է գլխի, դեմքի և մեջքի ծանր վնասվածքներով։ Բժիշկները հայտնում են, որ նա այլևս չի տեսնում ձախ աչքով։ Նրան դաժանաբար դանակահարելու, գլուխը կտրելու փորձի համար մեղադրվող 30-ամյա սուդանցի Ալոդիդը դատարանում հրաժարվել է թարգմանչի ծառայություններից և իրեն մեղավոր չի համարում։ Տեղի իշխանությունը պարզել է, որ Ալոդիդը Սուդանից նախ Փարիզ է մեկնել, ապա Դուբլին, որտեղից էլ 3 տարի առաջ փետրվարին ավտոբուսով Բելֆաստ է հասել, որտեղ էլ նա ապրելու թույլտվություն է ստացել։ Բողոքի ակցիաները Մեծ Բրիտանիայի ուրիշ քաղաքներում են տարածվել։ Քոլրեյնում և Սթորմոնտում դրանք խաղաղ են ընթացել։ Մասնակիցները հայտարարել են, իրենց պահանջը հստակ է։ Մեծ Բրիտանիայում ներգաղթյալների ազատ հոսքի թույլտվությունը պետք է վերանայվի։ Մարիամ Ամիրջանյան, Էլենա Հինյան, Հայլուր։